Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ։ Ես իրականում նախասիրություն չունեմ նմանատիպ ելույթների, բայց այնուամենայնիվ վերջին երկու իրադարձությունների շրջանակում եւ ավելի շատ մթնոլորտի կոնտեքստում մի քանի հատ արձանագրում պետք է անեմ եւ այդ թվում մի քանի հատ ընդդիմադիր գործընկերոջը, կարամ ասեմ, հակադարձեմ որոշակի առումով։ Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ ինձ մթնոլորտը բավականին հուսադրում է եւ հարգելի գործընկերներ, ես ձեզ վստահեցնում եմ, որ այս մթնոլորտը ոչ ձեզ ավնած, ոչ մեզ ավնած, ոչ ձեզ է օգուտ, ոչ մեզ է օգուտ, այլ օգուտ է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ես պարոն Կարապետյանի ելույթն եմ երեք լսել եւ այդ ելույթն է ինձ բավականին տենց հուսադրող է, բայց ես այնուամենայնիվ կարծում եմ, որ այս ելույթների շրջանակում մենք իհարկե իրար հետ կաշխատենք եւ կգանք կհասնենք բովանդակային այն մասին, երբ որ մենք օրինակ պետք է հնարավորինս ավելի ստույգ խոսենք, պարոն Կարապետյան։ Մասնավորապես օրինակ ես ուշադրություն եմ դարձրել ձեր խոսքին կապված սեփականության անշարժ գույքի եւ հողերի հետ կապված օրենսդրական շրջանակում ես ձեզ մի երկու բան ասեմ եւ տեղեկատվություն տամ։ Կապված Թուրքիայի հետ դուք օրինակ ասում եք, որ Թուրքիայում 10 օրից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ ես ուշադիր լսել եմ, պարոն Կարապետյան, հետո կլսեք։ Թուրքիայում գործում է ռեժիմ, վիզայի ռեժիմ բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար եւ մուտքը ելքը ազատ է եւ բոլորի համար հիմնականում վիզան տրվում է 30 օրով, եթե չեմ սխալվում, մաքսիմում 90 օր մինչև 100 տարվա ընթացքում 150 օրվա շրջանակում։ Չեմ ասում, որ դուք սխալ եք ասում, բայց ասում եմ մենք հենց դրա համար եմ ասում, մենք գործընթացի ընթացքում կգանք կհասնենք դրան, որ սկսենք ավելի ստույգ, կնայեմ, ավելի ստույգ խոսել։ Ինչ վերաբերվում է օտարերկրյա քաղաքացիների գույքի, անշարժ գույքի եւ մասնավորապես այդ թվում նաեւ հողի մասով, այո, Թուրքիայի Հանրապետությունում գործում է արգելք, բայց այդ արգելքը օրենքով չի սահմանված, Թուրքիայի Հանրապետությունում կա նախագահի հատուկ հրաման, որում կա շրջանակ, որ որոշ երկրների քաղաքացիներին չի կարելի գույք ունենալ, սեփականություն ունենալ եւ հող ունենալ, բայց օրենքի դաշտում շատ կարեւոր է, էլի պրակտիկորեն, այդ դաշտը ազատ է։ Դա ենթաօրենսդրական ակտերով է սահմանվում։ Ինչու համար եմ սրա վրա շեշտադրություն դնում, որտեղ իրականում երբ որ ես 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր էի, ես մեր սահմանադրության մեջ եւ այդ թվում հողի մասին օրենքում այդ որոշակի խնդրահարույց մասը տեսել եմ իրականում, որտեղ մեր սահմանադրությունը ասում է արգելվում է, եթե օրենքով այլ բան սահմանված չէ, հողի մասին օրենքի, եթե չեմ սխալվում, 4-րդ հոդվածի 3-րդ կետը եւ 3.1 կետը, որոշակի ես իմ համար հակասություն եմ տեսել, ինչի վերաբերյալ նաեւ կազմել եմ օրենքի նախագիծ, որը որ բան կանի, ոնց որ ասած, որոշակի սահմանափակումներ կդնի կամ հստակություն կմտցնի, երևի տենց ասեմ ավելի շատ, այդ թվում նաեւ հաշվի առնելով որոշակի ազգային անվտանգության հարցերը, ես դա այն ժամանակ աշխատանքային շրջանառության մեջ եմ դրել, կառավարության գործընկերների հետ որոշ մասի հետ, ոնց որ ասած, պարզ ասեմ, լեզու գտել ենք եւ կար կոնսենսուս դրա շուրջ, որոշ գործընկերների հետ, որոնք որ հենց գույքով են զբաղվում եւ սեփականության իրավունքով մի քիչ խնդիրներ կար, բայց այնպես չէ, որ կառավարությունում ձեր այդ մի քիչ իհարկե ասեմ, պոպուլիստական կոչված օրենքը բովանդակային մասով բան է, էլի ոնց որ տենց արգելք կա, դա աշխատանքային process է, կգանք եւ կաշխատենք եւ իրականում սահմանադրության մեջ էլ այդ խնդիր կա։ Օրինակ, երբ որ մենք ասում ենք սահմանադրության փոփոխություն, շատերը կասեն իհարկե այն լոզունգային մասը, սահմանադրության նախաբան, բայց ես ինքս որ սահմանադրությունը կարդում եմ, համադրած օրենքները կարդում եմ եւ պրակտիկայի մեջ դրանց կիրառումը տեսնում եմ, բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում մեր սահմանադրության մեջ եւ ինձ համար ակնհայտ է, որ ինքը պետք է ենթարկվի փոփոխության։ Ինչ վերաբերվում է հայտնի 300,000 ադրբեջանցիների, դա դուք իհարկե որպես մեխանիզմ եք ներկայացրել դրա զսպման, որ ակնկալում եք, որ կգա, երբ որ իմ գործընկերները ասում են, որ նախընտրական շրջանում դա հոգեբանական հարձակում է եղել, դա իսկապես այդպես է եղել, առավել եւս, որ ձեր քաղաքական ուժի լոգոյի ներքո է եղել։
Դա խնդիր է, էլի։ Ես ունա գնացել եմ ատոմնաբուժի, դե ատոմնաբուժի մոտ նո ինձ էլ ոչինչ էլի, ես տես թեթև կտանեմ, էլի, բայց փաստացի մենք դուք ձեր զավակների վրա եք հոգեբանական ազդեցություն գործել դրանով, էլի։ Այդ մասին չեմ անդառնում, բայց այնուամենայնիվ, ելի եմ ասում, ես մեխանիզմը ձեր ասած ընդունում եմ, դա քննարկել է, իհարկե, դա ինչու, առավելևս որ տարածաշրջանում կան օրինակներ, երբ որ արտաքին կապիտալը որ գալի մտնում է ինչ-որ մի երկիր, սկսում է ավելի շատ ազդեցություն գործել, դա բնական բան է, բնական երևույթ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում հայտնի կազմակերպության վերաբերյալ, որը որ դուք բարձրաձայնում եք։ Շատ լավ է, որ դուք գալիս եք ազգային ժողովի այս ամբիոնից, դա բարձրաձայնում եք եւ ասում եք, որ այդ կազմակերպությունը խնդիր է ստեղծում, որովհետեւ դա մեր, կարամ ասել, պաշտոնական Երևանի ասելիքն է, որ ձեր մատնանշած կազմակերպության մասին, երբ որ մենք Ադրբեջանի Հանրապետությունից ասելիք ենք լսում, դա խաղաղության գործընթացի ամրապնդմանը ոչինչով չի նպաստում, բացարձակապես ոչինչով եւ դրա մասին բազմիցս խոսվում է եւ կարծում եմ դեռ ապագայում կխոսենք դրա վերաբերյալ, բայց այնուամենայնիվ փաստացի, երբ որ մենք այստեղից դա բարձրաձայնում ենք եւ դուք եք դա բարձրաձայնում, ես էլ եմ ձեզ ասում, դուք մենք այդ առումով, այդ օրակարգի մեջ միասնական ենք, այդ խոսույթը խաղաղության գործընթացի խանգարում այստեղ բազմաթիվ գործընկերներ ունեմ, կառավարության գործընկերներն են, վարչապետն է դրա մասին բազմիցս ասել, երբ որ այդ խոսույթը սկսվում է խաղաղության գործընթացը, քանի որ խաղաղության գործընթացը այդ դեպքում մեր հասարակության համար որոշակի առումով սկսում է ռիսկային թվալ այդ ենթադրյալ իրավունքի շրջանակում, որը որ բարձրաձայնվում է։ Շատ չերկարացնեմ, ես այսքան ժամանակ իհարկե պարոն Լևոն Քոչարյանին գայթակղությունը միշտ մեծ ա եղել իրան անդրադառնալու, բայց միշտ ինձ որոշակի առումով զսպել եմ։ Բայց այսօր մի հատ, չգիտեմ, ճիշտ կլինի ասել, որ ինձ համար կամ իմ հետ մի հատ հայրեն, չգիտեմ, էլ ճիշտ կլինի ասել, որ դարակազմիկ մտքի վրա եմ ինձ բռնել մի հատ, երբ որ պարոն Ռուբինյանն է ելույթ ունենում եւ պարոն Քոչարյանը արձագանքում էլ հերթական անգամ արդարանալով, ցավոք սրտի ստեղ չի պարոն Քոչարյանը, բայց ոչինչ վստահ եմ կլսի կամ լսում է, ես կզարմանա քեզ մի հատ բան եմ ասելու գործընկերներ, բայց բան չանեք էլ այդ առումով։ Ես լուրջ սկսել եմ պարոն Քոչարյանի ազնվությանը հավատալ։ Անկեղծ եմ ասում, սկսել եմ հավատալ իր ազնվությանը, որ այս կամ այն բանից ինքը տեղյակ չի գուցե եղել։ Ես անկեղծ չեմ բացառում դա։ Ես չեմ բացառում, օրինակ ես մի բան ասեմ, այդ պատասխանատու ասում եմ, պարոն Քոչարյանը իր երիտասարդության ժամանակ ախրանը ասեցիք, անվտանգությամբ ման չի եկել Հայաստանի Հանրապետությունը, պնդում եմ, աշկովս տեսել եմ, սկզբից հետո չեմ սխալում 06-ով ֆռացել, հետո սպիտակ նիվա ունեցել, բավականին համեստ ա եղել մեծ մասամբ, հետո իհարկե ոնց որ հետո չեմ սխալում նիվեն փոխվել է Lexus-ով կամ Land Cruiser-ով, ինչը որ տրամաբանական է, կարծում եմ բոլորդ հասկանում եք, թե ինչու այդպես պետք է լիներ, բայց երբևիցե չեմ տեսել իրան անվտանգությունում։ Ինչ վերաբերում եմ պարոն Ալեքսանյան Ալֆայի դեպքին, ստեղ մի հատ նրբություն կա կարծում եմ, գուցե էլի ազնիվ է, գուցե ինքը չի կանչել Ալֆան, որպեսզի այդ գործողությունները տեղի ունենա, գուցե ինքը այդտեղից դուրս է եկել եւ Ալֆան հետո է եկել, ես անկեղծ հավատում եմ իր ազնվությանը, չեմ սեթևետում, կարող է խոսքից մեջ մի քիչ սարկազմ կա, որովհետեւ եթե ինչու եմ ասում գայթակղությանը միշտ դիմացել եմ, մեծ մասամբ հիմա էլ եմ դիմանում, էլի, որովհետև ես 2000 թվականից մինչև 2005 թվականը Հայաստանի Հանրապետությունում սովորել եմ համալսարանում։ Կարելի ասել այսպես կոչված ոսկա երիտասարդության, մի աստիճան տենց ներքև եմ եղել մոտավորապես։ Գրեթե բոլորին ճանաչում եմ, ստեղ ունեմ նաև ձեր մեջ հարազատ մարդիկ, որոնք կասեն, որ հա կարա տենց բան լինի, Վիլենը կարա այդ մարդկանց ճանաչի եւ շփվի, էլի։ Այդ թվում նաև, այո, Սեթրակ Քոչարյանը եղել է հնարավորինս համեստ, ոչ մեկ չի կարա իր վերաբերյալ, տես ինչ-որ առանձնահատուկ բան ասի, էլի, բայց որ սկսենք խորանալ եւ գնալ այդ շղթայով, օրինակ գնանք սկսենք անդրադառնալ Միքայել Հարությունյանի որդիներին ու տենց այդ անվերջ տենց գնալու է, դրա համար ենք ասում, էլի, դա խնդիր է եւ ամենակարևորը, ես սա չեմ ուզում ասեմ, փորձեմ պարոն Քոչարյանին բացատրել, թե ինչու՞մն է խնդրեմը, երբ որ ինքը սկսում է խոսալ մարտի 1-ի մասին, որովհետև
եթե ձեզանից յուրաքանչյուրը ելնի խոսա մարտի 1-ի մասին, դա կլինի նորմալ ինչ-որ, երբ որ ուզենա համեմատություն դնել անգամ, որ ներկա բռնաճնշումները եւ այն ժամանակվա բռնաճնշումները նույն ոճով եք չեք տարբերվում, ինչ-որտեղ ավարտում եմ, նորմալ կլինի, բայց լուրջ երեք կոգնիտիվ դիսոնանս լսեցի, իսկապես կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ որ պարոն Քոչարյանը սկսում է մարտի 1-ի մասին խոսալ, որովհետև ստեղ մարդիկ կան, որոնք կարան օրինակ մարտի 1-ը անձնական օրինակի վրա ձեզ պատմել սկսած ժամը 6:15-ից մինչև վերջ, որովհետև մեզանից շատերի կյանքում ներողություն եմ խնդրում, ավարտում եմ, բայց ինձ համար շատ կարևոր է այս մասը։ Մեզանից շատերի կյանքում մարտի 1-ը եղել է շրջադարձային կետ, որից հետո մեր կյանքը փոխվել է, եւ եթե չլինել մարտի 1-ը, մենք կուզեինք չլիներ, եւ թող բոլոր նախկիները մնային իշխանությանը ըստ երևույթի, բայց մարտի 1-ը չլիներ, որտեղ մենք այնուամենայնիվ կզբաղվենք մեր կյանքով, այլ ոչ թե կգայինք կզբաղվենք քաղաքականությամբ։ Այսքանը, շնորհակալություն։